Ֆրանսիայի Մարսելում գտնվող այս առանձնատունը ֆրանսիական կայքի պնդմամբ պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Շքեղ այս վիլան նա իբրև թե ձեռք է բերել 2025-ի մայիսին, վճարելով 3,1 միլիոն եվրո։ Civilnet-ի փաստերի ստուգման թիմը տեղորոշել է առանձնատան տարածքը։ Այն իսկապես գտնվում է Մարսելի մոտակայքում, սակայն Ֆրանսիայի կադաստրի տվյալները բացահայտում են, որ առանձնատունը վերջին անգամ գնվել է 2023-ի մայիսին 1,47 միլիոն եվրոյով։ Առանձնատունը ձեռք է բերել ֆրանսիական NES ընկերությունը, որի սեփականատերերը հայկական ծագում չունեն։ Տեղեկության սկզբնաղբյուրը, որը ներկայանում էր որպես հավաստի լրատվամիջոց, իրականում կեղծ էր։ Այն նմանակում էր ֆրանսիական հայտնի Info du Jour լրատվամիջոցին, իսկ կայքում լուրեր սկսել են տեղադրվել Փաշինյանի վերաբերյալ հոդվածից ընդամենը օրեր առաջ։ Հոդվածի հեղինակ է նշված Woman Josiane Bernier, կցված է նաև նրա լուսանկարը, մինչդեռ սա գողացված նկար է, քանի որ իրականում պատկերված է բլոգեր Քեթրին Փերոն, որը հիմնականում գրում է կինոյի եւ նորաձևության մասին։ Հավաստի լրատվամիջոցներին նմանակող կայքերը, որոնք կոչվում են doppelganger, մեծ տարածում ունեն վերջին տարիներին։ Դրանք ստեղծվում են ստահոդ լուրեր տարածելու նպատակով եւ, քանի որ վստահելի են թվում, մեծ տարածում են ստանում։ Պետք է ուշադրություն դարձնել կայքի հասցեին, դրանում հրապարակված այլ հոդվածների եւ հեղինակների իսկությանը։